Անուն հոր և որդվո և հոգվույն սրբո, ամեն։ Որդյակ, քու մեղքերդ քեզի ներված են։ Այս քանիմը փարերը սիրելի հարազատներ, մենք որպես քրիստոնյաներ, ցկտումն է մեր հոգվո, մեր ներսիթի ցկտումն է թեպի Աստված, որ Աստված օրը մեզ թիմավոր է և նույն այդ խոսքերը արտասան է, որդյակ, քու մեղքերդ քեզ ներված է։ Մարդկային մեր կյանքի մեջ, երբ մենք կյանքը գտիդենք, գանտրաթարնանք, թե մեր կյանքի մեջ որքան մեղքով ծանրաբեռնված ենք։ Գանտրաթարնանք, թե հետս հետ է որքան ուզենք մոդենալ Աստուծո, այնքան սակայն կհեռանանք իր մեր գործերով, մեր խոսքերով, որքան որալ ուզենք մոդենալ, կարծեք թե մենք որպես մարդ մեղքի մեջ գինանք ավելի։ Երբ մենք գանտրաթարնանք այսօր խորաններուն վրայեն արտասանվեցավ այսօր բոլոր մեր եկեղեցիներուն մեջ այդ թրվակը, այդ թեպքը, որ բոլորս ալ շատ լավ գիտենք, 4 մարդիկ, երբ գտեսնեն, որ Կափառնայոմի մեջ Հիսուս Քրիստոս դանը մեջ ժողովրդին կքարոզեր, կխոսեր, ժողովրդի շատությունը ըլլալուն պատճառով 4 մարդիկ անդամալույց մը կվերցնեն և այդ դանիքեն վար գիչեցնեն Քրիստոսի թիմած։ Ինչ քեղեցիկ թեպք մնե, երբ մենք անդրադառնանք իրադարձության մասին, թե ինչ պատահեցավ, ոնք կտեսնենք շատ քեղեցիկ թեպք մը։ Today's topic, the gospel reading, was where 4 people bring down a paralyzed man in front of Jesus Christ for Jesus to perform a miracle. Հրաշք, որ գործե ժողովրդին թիմից։ Այս պատմության մեջ 2 կարևոր թեփքեր կան, որ մենք այսօր կանդրադառնանք որպես հավատացյալներ։ Առաջինը հավատքի զորությունը և երկրորդ զղջումի կարևորությունը մեր կյանքի մեջ։ Հավատք, ինչ է հավատքը։ Հարց դուրտուն քեզ, տուն հավատացյալ ես, և եթե տուն այո գսես, ինչպես կապրիս կյանքդ, հավատացյալ անձը, օրը հավատացյալ, օրը անհավատ չի կրնան, 2-3 չի կրնան, օրը ընկերներուն, բարեկամներուն թիմաց ուրախանակ խնդա, հաջորդ օրը իրենց հետևեն չերտար չի խոսիր վատ բաներ ուրիշներու թիմաց։ Հավատացյալ անձը իր կյանքը գուտա ընկերոջ համար։ Հավատացյալ անձը իր ամեն բանը գուտա օդարին համար։ Եվ ավետարանին մեջ կտեսնենք այսօր, որ 4 տարբեր մարդիկ չսեր անդամալույցին բարեկամները, ընկերները, այլ գսե 4 մարդիկ վերը բարձրացան, դանիքը գոդրեցին և իջեցուցին բարաններով անդամալույցը Քրիստոսի թիմաց, որպեսզի Քրիստոս հրաշք գործե։ Հավատք։ Ավետարանը չսեր այդ 4 մարդիկը, որանոնք հավատացյալ էին, երբեք։ Չենք գտներ ավետարանի մեջ, չենք տեսներ, որ ավետարանի չգսե 4 մարդիկը հավատացյալ էին։ Կարող են մեզ նման թերևս անհավատները լային,
որ չերմ հավատացյալս են, lukewarm believers. Մենք lukewarm հավատացյալներ չենք, գամ ենք, գամ չենք, և Քրիստոս այդ չորս մարդոց հավատքը դեսնելով, այդ կորձը, այդ աշխատանքը, կրդինքը դեսնելով, փժշկեց անդամալույցին և ասավ ել մահիջը թար և տունդ կնա։ Այս է սիրելիներ հավատացյալի գերբարանքը ճշմարտություն։ Մենք հավատացյալներս զորավոր ըլլանք, ուժեղ ըլլանք, համարձակ ըլլանք, Քրիստոս թող դեսնե մեր սրդին մեջ ունեցած հավատքը, պետք չունենք բոլորին թիմատ ձունգի կալ, մենք ես մեզ ձեձել, որ հավատացյալ երևինք ուրիշին թիմաց, բարապ բաներ են անում, հետանոսական բաներ են, փարիսեցիները իրենք կնեին այդ, բայց գաբրեին ուրիշ կյանք։ Մենք հավատացյալները սիրելիներ ցույց տանք մեր աշխատանքով։ Let's show our faith through love, through action, through loving our neighbor, through loving our enemy. Նույնիսկ եթե դժվար է։ Իսկ երկրորդ զղջում։ Զղջումը սիրելիներ շատ դժվար բան է։ Անդրադառնալ մեղքդ և այդ մեղքին թիմաց կալ ձունգի և Աստուծո թիմացը սելդեր ներողամիտ են կատարած բոլոր մեղքերուս համար։ Անդամալույցը դերևս մեղք չուներ, բայց այդ թեփքը, որ բադահած է և հաճախ կբադահի մեր կյանքի մեջ, հիվանդություն, ցախորդություն, անհասկացողություններ, բոլորը կբադահին մեզ համար։ Մենք մարդ ենք, այդ բոլորը կբադահին, որ մենք արդնանք։ Եվ նույնիսկ եթե մենք մեղավոր չենք, մեզի կբադահի այդ բոլոր դժվարությունները, որպեսզի մեր թիմացինը արդննա, և մեր դժվարություններուն ընդմեջ են, անբադասխանը ստանա Աստուծո մեր։ Մի խրովիկ, մի բախնանքս է Քրիստոս։ Դուք քրիստոնյաները նույնիսկ եթե դժվարության մեջ եք, նույնիսկ եթե չարությունը գուքա ձերքուրը գզարնե, երբեք մի դարագուսի, երկու միտք մի ըլլանք, որովհետև բոլորս ասիրեներ ուզենք կամ չուզենք։ Ինձ մեզ կսյա, անցյալ շաբաթալ քարոզի մեջ հիշեցի, ես ևս բոլորս անմեղավոր ենք, մեր կործերով, մեր մնացումներով։ Արիտ ուտա այսօր Քրիստոս, այսօր մենք բոլորս արիտ ունենք, անդամալույցին, հրաշքին ընդմեջ են, որ մեր անդամալույցությունը, մեր մեղքերը փերենք Քրիստոսի դիմաց, անդրադառնանք մեր մեղքերում և զղջանք, որ ուրիշներ, ոչ միայն 4 հոգի, այլ ամբողջ եկեղեցիմը, հոգևորականած թասով, աշխարհականած բոլոր աշխարհականներով, իրար բռնենք, մեկը մյուսին առաջ տանենք, սիրենք իրար, գփավե մեր պետքերուն երևեն երթանք, վարիգյանն այդ ուրս ելնենք մեր եսագետրոն կյանք են, բոլորս աղրգված ենք հոս հադուկ նբադագովնը, ամեն անգամ մի հիշեցնեն և այսօր պարցյալ պիտի հիշեցնեն բոլորիդ, բոլորս յուրաքանչյուրս այս եկեղեցու մեջ այսօր 700-ն 800 հոգի են ավելի մարդ հավատացյալներն են։ 700 դարբեր նպատակներ կան այսօր եկեղեցու մեջ, Աստուծո կողմեն ընկված։ Each and every one of us has a specific duty today, a role to play in each other's lives.
Թուն մի ապրին ասելով ես ինձ համար կապրին։ Թուն մի ըլար այդ անդամալույզը, որ մեկը չունիս քեզ բարանով իջեցնե Քրիստոսի դիմաց։ Թուն եղիր այդ բարան բռնող անձը։ Թուն իջեցուր ուրիշ անդամալույզը Քրիստոսի դիմաց։ Եվ դես, որ Աստված ոչ միայն անդամալույզը պիտի բժշկե։ Աստված քեզ պիտի բժշկե այսօր։ Թուն հիվանդ ես, աղոթ է, խնդրե, որ ուրիշը քեզ համար աղոթ է։ Թուն դգար ես այսօր։ Մի ասեր, որ ես դգար եմ ձունգերսի ցավի։ Թուն ասե իմ դգարությունս կբերեմ Քրիստոսի դիմաց, որ ուրիշ մահամերձը այսօր առողջանա։ Այդ է քրիստոնյային կյանքը։ Այդ է առաքելությունը, որ յուրաքանչյուրս ունենք մենք։ Եվ Քրիստոսի այսօրվա աղոթքն է, որ մենք բոլորս միաբերան աղոթենք եւ ասենք Տեր, ղրգե մեզ 4 հոգիներ, ղրգե մեզ 10 հոգիներ, ղրգե մեզ համայնքը, որ իջեցնես իս Քրիստոսի քու դիմացը, որովհետեւ ազատե ինձ չարիքի որոքայքները։ Հարաճիգա շաբաթ սիրելիներ, վաղը, tomorrow we start the week of pilgrimage. Գիտեք ինչ սել է այդ երդասարտներ դուք։ Ուխտի շաբաթ կսկսենք մեր եկեղեցու կյանքերից։ Ուխտի շաբաթ, ոչ թե Երուսաղեմ գերտանք, ոչ Ֆաթիմա գերտանք, ոչ Հերավոր Իտալիաները գերտանք, այլ Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամադրվենք այստեղ, վաղվանես կսյալ մինչև կալ երագի, ամեն երեկո ժամը 6:30 արարողություն պիտի կատարվի այստեղ։ Հաներ պիտի օրհնվին, խունգ, ծաղիկ, ջուր, աղ, հաց, եւ պիտի բաժնվի ձեզ ծրի ապա, որ դուք տանիք այդ փոքր իշադակները, աղոթքները, ծեր բուները, ծեր հիվանդներում, ծեր անդեսվածներում, որբեսի այդ օրհնության 4 բարանները ըլան, որ մեզ իջեցնեն Քրիստոսի դիմաց, որ մենք բժշկվենք մեր բոլոր որոքայքները, դժվարությունները։ Հարաճիգա շաբաթ սիրելիներ, ամեն մեկուս համար կարևոր շաբաթ է, որովհետև ժամադրություն ունենք։ Մայրիկներ, հայրիկներ, դուք ինչպես ամեն շաբաթ դերևս սեր հեռացայիններում, տելեֆոններում մեջ աջենդա գտնեք, չէ՞, schedule։ 2 շաբթի ժամը 11-ին բժիշկի դերտամ։ 3 շաբթի ժամը կեսօրին թեղը պետք է առնեմ, կարման առնեմ, ջար առնեմ։ Դուք բոլորդ այսօր ձեր մտքի հեռացայինի մեջ ժամադրություն տվեք, որ ամեն երեկո ժամը 6:30 հոս պիտի ելանք միասին, որովհետեւ Սուրբ Գույս Մարիամ Աստվածածին բարեխոսությունը խնդրենք, եւ հաջորդ շաբաթ եկող գիրագի մենք միասին պարդոնենք հերափոխման սուրբ դոնը։ Հետևաբար սիրելիներ, Աստված չի մոռնար, Աստված երբեք չի մոռնար, այս կհամբերն է։ Կարևորը մենք մեր վստահությունը չգդրենք Աստծուց մեր։ Ինչ կուզեք դագավին, ինչ պետք ունիք, նյութական ավելի բան պետք ունիք, թրամ պետք ունիք, առողջություն խնդրեցեք, որովհետև այդ առողջությունը եթե մեր մեջ չլա, մեկուն մեջ կցավի, մեկուն ոտք կցավի, չենք կարող բան անել։ Եկեք զորանանք Աստուծմով, կատարենք այնինչ, որ Աստված կուզե, որ մենք անենք, ըլլանք այդ 4 մարդիկը, որ ուրիշի իջեցնե Աստծո դիմաց, հավատքով, զղջունալից սրտով, եւ հետեւաբար այդ դժվարությունները տնենք Քրիստոսի խաչապայքին դիմաց, եւ պիտի տեսնենք, որ Աստված
Պիտի ներե մեր մեղքերը եւ ասեմես, որդիանս, զավակս, աղջիկս, դուսրս, տղաս, մեղքերդ ներված են քեզ, ալելույա, ալելույա, ալելույա։